Արտերկրում գործող իրանական իրավապաշտպան կառույցների տվյալներով դեկտեմբերի 29-ից այդ երկրում սկիզբ առած բողոքի ակցիաների ընթացքում զոհված ցուցարարների թիվը հասել է 500-ի։ Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած 15 գործակալության տվյալներով վերջին բախումների ընթացքում անվտանգության ուժերի 37 աշխատակից է զոհվել։ Հունվարի 10-ից ի վեր իրավիճակն Իրանում այլևս ամբողջությամբ վերահսկելի է, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանական դիվանագիտության ղեկավարի պնդմամբ իրավիճակը երկրում կտրուկ կերպով սրվեց հունվարի 1-ից սկսած, երբ փողոցային բողոքի ակցիաների ընթացքում սկսեցին կրակոցներ հնչել։ Ցուցարարների շրջանում մենք զինված անձանց սկսեցինք նկատել, նրանք կրակում էին ոչ միայն անվտանգության ուժերի կամ ոստիկանության, այլև հասարակ քաղաքացիների ուղղությամբ, պնդում է Արաղչին։ Բաքու ժամանած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներն այսօր ադրբեջանական կողմի հետ քննարկել են Թրամփի ուղի նախագծի իրագործման հեռանկարներն, ապա գործակալության փոխանցմամբ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների առևտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Քրեսի ղեկավարած պատվիրակությանը։ Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին, մասնավորաբար էներգետիկային, առևտրին, տարածաշրջանային կապերին, այդ թվում թրիփ նախագծին, հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ երկրի գլխավոր դատախազության միջև արտադատական գործարք է կնքվել։ Դրա համաձայն նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ 1 միլիոն լարի տուգանքի։ Վրաստանի գլխավոր դատախազության պնդմամբ Ղարիբաշվիլին ընդունել է իրան ներկայացված մեղադրանքն, իսկ Թբիլիսիի քաղաքային դատարանը հաստատել է կողմերի միջև կնքված գործարքի պայմանները։ Վրաստանի կառավարության նախկին ղեկավարը մեղադրվում էր վարչապետ աշխատելու ընթացքում անօրինական բիզնես գործունեություն ծավալելու համար։ Կիևի տասնյակ հազարավոր բնակիչներ շարունակում են առանց ջերմա եւ ջրամատակարարման մնալ, պատճառը հունվարի 9-ի վաղարավոտյան ռուսական կողմի հասցված հարվածներն էին, որոնց հետևանքով տուժել էին հիմնականում քաղաքի ձախապնյա հատվածում գտնվող բազմաբնակարան շենքերը։ Ուկրաինայի վարչապետի պնդմամբ վերջին 1 շաբաթում ռուսական կողմը առնվազն 44 անգամ հարվածել է երկրի տարածքում գտնվող էներգետիկ ենթակառույցներին։